Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցում հայոց աշխարհաժողով շարժման խորհրդի անդամ Էդգար Մակարյանն է։ Շնորհակալ եմ, պարոն Մակարյան, ներավերն ընդունելու համար։ Նախորդ անգամ մենք խոսում էինք առաքելությունից, որը դուք պատկերացնում եք, որ Հայաստանը պետություն եւ հայ ժողովուրդը ժողովուրդ պետք է ունենա կամ ունի, միայն պիտի գիտակցի եւ մտնի այդ առաքելության մեջ։ Եվ այդ խոսակցությունների այս հարցազրույցների ֆոնին ես հաճախ փորձում եմ դրանք զուգահեռել կամ փորձել համադրել հանրային տրամադրությունների, հասարակական մոտեցումների, մեր հասարակարգի հետ այսօրվա իրականության մեջ եղած հասարակարգի հետ։ Արդյոք դրանք իրար մոտ են ինչ որ չափով, որովհետև ես նայում եմ եւ այստեղ ամենևին ես հասարակությանը չեմ մեղադրում, որ քննարկումների այս մակարդակի մեջ է, դրա մեղավորը էլիտաներն են, որոնք ձևավորել են հասարակության համար առաջնահերթություններ, հատկապես վերջին 35-36 տարում։ Խնդրեմ։ Այո, շնորհակալություն։ Այո, թվում է թե հեսա մի բան կասեմ, որը շատ այսպես աբսուրդային կարող է թվա, որովհետև այն իրականությունը, որը կա եւ այն իրականությունը, ինչի մասին մենք խոսում ենք, դրանց մինչեւ անդունդը, ջրբաժանը չափազանց մեծ է։ Բայց տարօրինակն այն է, որ դա որքան մեծ է, նույնքան էլ մեծ է հավանականությունը, որ կարող է մեր ասածը դառնա իրականություն։ Այս պարադոքսի խնդիրը որտեղ է կայանում, որ այդ անդունդը, որը գոյություն ունի, գնալով մեծանալու դեպքում հասարակությանը, հանրությանը էլ ավելի է խորացնելու եւ կանգնեցնելու այն փակուղու առջև, որից հետո նա ինքը պետք է որոնի լուծում։ Եվ որ բայց ինքը սկսելու է որոնել լուծում, ինքը այլ ընտրանք չի ունենալու, քան այն ինչ առաջարկում ենք մենք։ Այստեղ է ամբողջ կարևորությունը։ Դրա համար մենք շատ հանգիստ ենք նաեւ դիտում այն process-ները, որը տեղի ունենում, որովհետեւ հասկանում ենք միայն այդ ծեծի արդյունքում հասարակությունը կարող է շրջվել եւ ինքը տալ իրեն հարցեր, որի պատասխանների որոնման ճանապարհը կբերի մեր ասած այսպես քաղաքակրթական, արժեքային, առաքելական հիմքի վրա եւ այս ազգը կսկսի արդեն ռեալիզացնել դրանք։ Հիմա նայեք, մենք դա փորձել ենք մեր այս բոլոր գաղափարական անցած ճանապարհի 10-15 տարիների ընթացքում, որտեղ տեսնենք, թե 15 տարի առաջ էինք այս թեմաների մասին խոսում, ընդհանրապես մեզ չէին լսում, որտեղ ասում էին, ինչի մասին եք խոսում եւ կյանքը կարելի է չաղ ու ուրախ բախտավոր վայելել։ Մեկ էլ հիմա գալիս է 2018 թվականն են ասում, ինչի եք նման թեմաներից խոսում եւ արդեն կյանքը հեսա 2018 թվական այսպես հեղափոխություններում կնում էր գծերի վրա ու չաղ ու բախտավոր ապրում են երջանիկ։ Հետո գալիս է 20 թվականը հակարծ հասարակությունը հասկանում է, որ չէ, իր տված պատասխանները, որ այս ամեն ինչ լավ է, չի լինում։ Գալիս է դրանից հետո այս 6 տարվա դեգերումներ այսպես ասած քաղաքական, սոցիալ, հասարակական այս ողբի ու քաոսի ժամանակաշրջանը եւ հիմա սպասում էր հունիսի 7-ին, որ հեսա սպասեք, հեսա հունիսի 7-ին էլ ամեն ինչ կլուծվի։ Ու մեկ էլ տենում էլի լուծում չկա։ Եվ հիմա մենք ասում ենք, որ խնդիրը քաղաքական դաշտում չէ, որովհետև քաղաքական դաշտի այն իրականությունը, այն պետականակարգությունը, այն հասարակարգը, որ մենք սարքել ենք այս 30-35 տարիների ընթացքում, դա է փլվել, դա է փլվում մեր աչքերի առաջ։ Խնդիրն այն է, մենք արդյոք այդքան համարձակություն կունենանք ինքներս մեզ խոստովանելու, որ ի գլխան է մենք այն սխալ ենք նախ կառուցել, այն կառուցել ենք ոչ մեր արժեքային հիմքի վրա, այլ օտար, այսպես ասած, պատճենահանված շաբլոնների հիմքի վրա ենք սարքել, եւ դա սարքված էր այդ շաբլոնները մեզ տանում էր նեոգաղութային հասարակություն, որ այդպես էլ ստեղծված է, հիմա առավել եւս այդ նեոգաղութային հասարակությունը տեղափոխել են ավելի մեծ պրոյեկտի մեջ, ասես բաբելոնյան աշտարակաշնչության եւ տոտալ ստրկության, այս փուլի մեջ ենք մենք հիմա մտել։ Հասարակությունը գնալով եւ դա խորանալու եւ գնալով դա մեր հասարակությունը զգալու է եւ նաեւ այդ process-ը աշխարհում է տեղ ունենում։ Հիմա աշխարհը ինքը, այսպես ասած, այլընտրանք որոնող շրջանակներ, ինտելեկտուալ շրջանակները այդ փակուղուց ելքեր են փնտրում, բայց որն է խնդիրը, որ
ամբողջ աշխարհում դա պարտադրվում է բոլոր երկրների իշխանությունների պետական կառավարման մեքենայի կողմից։ Հետևաբար ինտելեկտուալ շրջանակները մեկուսացված են, նրանք այսպես փոքր խմբակային, փոքր ակումբային տրամաբանության մեջ են գործում եւ հետեւաբար նրանց ուժը եւ զորությունը մեծ չի որևէ փոփոխություն բերելու։ Բայց որ համաշխարհային մասշտաբով ինտելեկտուալ շրջանակները փակուղուց որոնում են լուծումներ, դա փաստ է եւ մենք երբ որ զուգահեռում ենք այն ինչ խոսում ենք մենք, զուգահեռում ենք Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, այլ տեղերում տեղի ունեցող գաղափարական, փիլիսոփայական, հոգեվոր խմորումների հետ, տեսնում ենք, որ շատ բաներով դրանք նույնական են։ Երբ որ նույնական, արդեն հասկանում ենք, որ ապագայի տենդենսները սրանց մեջ են, այսինքն նոր քաղաքակրթական հասարակության, նոր քաղաքակրթական պետությունների ու ազգերի ձևավորման վրա, որը ազգերի էվոլյուցիոն բարձր հաջորդ աստիճանն է։ Նայեք, մենք տեսնանք, որ ազգերը, հատկապես հայոց ազգի 10-12 հազարամյա ընթացքում տեսնում ենք, որ իր էթնիկական ծագումնաբանությամբ սկսելով գալիս եւ այդ թվում մյուս ազգերը եկան սրանից 200-500 տարի առաջ սկսել խմորվել քաղաքական ազգ, այսինքն իրենք վերաճեցին քաղաքական ազգերի, ինչը մեր մոտ այդպես էլ տեղի չունեցավ վերջի, ասենք 100 տարվա ընթացքում, որտեղ քաղաքական կուսակցությունները 100-135 տարվա իրենց պատմության ընթացքում պետք է խմորեին քաղաքական ազգի այդ process-ը, հետագայում այդ հանրապետությունների ծնունդը ինքը պետք է բերեր, այսպես նոր հասարակարգային մոտեցում, նոր հասարակական կառույց եւ այդ հասարակական կառույցը պետք է այսպես քաղաքացիական հասարակությունները, որը մի փոքր ավելի ձևաչափով տարբերում է, քան էթնիկական, այսպես ասած բովանդակությամբ ձևավորված ազգերը, որտեղ եթե էթնիկականը դա իր բնական էվոլյուցիոն արդյունքում է, բայց արդեն քաղաքացիական հասարակությունը դա այլ կոնստրուկտ են, որը իր ձևավորման, իր կառավարման, իր գործարկման մեխանիզմի մեջ դա կոնկրետ մեխանիզմ է, որը տարբերվում է զուտ էթնիկական իր բովանդակությունից։ Բայց մենք այդպես էլ չկարողացանք վերաճել։ Սա ուրիշ պատճառներ է, որի մասին մենք այսպես խորքային վերլուծական գրքեր են գրում, թե ինչու դա տեղի չունեցավ, եւ հիմնականում կապում ենք էլի մեր հայկական առաքելության քաղաքակրթական եւ մշակութային ինքնության հետ, որը բերում ենք այսպես ասած ընտանիքի գաղափարին, այս ընտանիքի մոդելը, որ հազարամյակներով ձևավորվել է որպես էթնիկական միավորի, այդ էթնիկական միավորով ձևավորված ընտանիքի մոդելը մենք չկարողացանք տրանսֆորմացվել որպես քաղաքացիական հասարակությունը նույնպես ընտանիքի։ Եվ այս խզումը մեզ մոտ տեղի է բերում է նրան, որ մենք չենք կարող պետականակարգությունը հանրապետականակարգության ձևով կայացնենք, որովհետև այս տրանսֆորմացիան, այս անցումը չենք կարող ապահովենք։ Բայց ասում ենք դա էլ խնդիր չէ, որովհետև հիմա փակվում է քաղաքական ինքնության դարաշրջանը եւ մարդկությունը քաղաքական ազգ, քաղաքական պետություն, քաղաքական շահեր անգամ, պետական շահեր, ազգային շահեր, այս ամբողջից անցում է կատարում ավելի բարձր կամ պետք է անցում կատարի, ինքը մեծ անցման փուլի մեջ է, ավելի բարձր էվոլյուցիոն մակարդակ, որը քաղաքակրթական ազգերի, քաղաքակրթական պետությունների դարաշրջանը, որտեղ նաեւ տրանսֆորմացվելու է քաղաքական շահ, պետական շահ, ազգային շահ, փիլիսոփայությունը ավելի բարձր բանում քաղաքակրթական արժեք հասկացողություններով։ Այստեղ փիլիսոփայությունը փոխվում է, բայց դրա մեջ չխորանանք այլտեղ։ Որ խնդիրը ձևա գալիս է այնտեղ, թե հայոց ազգը այս էվոլյուցիոն հաջորդ աստիճան անցնելու համար ինչ նախագիծ ունի եւ ինչպես է հասկանալու այդ քաղաքակրթական իր առաքելությունը, ոնց է այդտեղ խտացնելու այդ արժեքային հասկացողությունը, որի ռեալիզացիան ապագայի մեջ այսօրվանից սա ոնց է լինելու, պարոն Մակար, որովհետեւ մենք տեսնում ենք քաղաքական դաշտը ումով է զբաղեցված։ Այո։ Մենք տեսնում ենք կա իշխանություն, որը սպասարկում է օտար շահեր եւ ընդդիմություն, որը այդքան էլ տարբեր չի իշխանությունից։ Սպասարկում է իշխանության շահերը, չէ, կամ իշխանության շահերը։ Ուրիշ օտար շահերը, որը վերջին հաշվով նույն բանն է դուրս գալի։ Եվ ստացվում է, տեսեք, մի ամբողջ ընդդիմություն, որը ունի փող, ինչ եմ սա ասում, որտեղ մենք տարբեր առիթներով քննարկում ենք, որը ունի փող, ունի մարդիկ, մարդկային ռեսուրս, բայց այնքան մտավոր ինտելեկտուալ առումով տկար է, որ չի կարողանում իշխանության գծած խաղից դուրս գալ։ Դա ունը մենք դրեցինք մատրիցա։ Այո, մատրիցա դրեցինք եւ ասենք, որ Դավիթը իրենք չեն։ Այո, իհարկե։ Հիմա այս քաղաքական իրականությունը ունենալով մենք ոնց ենք պատկերացնելու լուծում, լավ կան այսպես լուսավոր գլուխներ, պայծառ գլուխներ, որոնք մտածում են, բայց քաղաքական դաշտը մերժում է դա։ Քաղաքական դաշտը դա այնպես է դուրս նետում, ոնց որ օտար մարմին լինի, այսինքն առողջ միտքը այսօրվա քաղաքական դաշտում օտար մարմին է դիտվում։ Այո, հիմա նայեք, եկեք հակառակ տրամաբանության։ Դու շատ ճիշտ եք ասում, առողջ միտքը այսօրվա քաղաքական դաշտում օտար մարմինն է եւ նա դուրս է շփրտում։ Եկեք հակառակ դաշտից նայենք։ Առողջ մտքի մեջ հին քաղաքական համակարգը օտար մարմին է, որտեղ ապագայի առողջ միտքը իրեն է դուրս նետում։
Իրեն է դուրս տանում։ Ինչու է դուրս տանում, որովհետև ապագայի աշխարհը նույնիսկ նրանք ովքեր իրենք ճարտարապետել են իրենց ապագայի աշխարհը, այն օրինակ վերցնենք Բաբելոնյան աշտարակաշինության այդ հեղինակները նորորյա, իրանք էլ են հին համակարգը դուրս շպրտել, որովհետև իրենց համար աշխարհի համար առաջի խնդիրը կառավարելն է։ 8 միլիարդ մարդ կլինի, ամբողջ մոլորակ կլինի, ինչ կլինի, կառավարելն է, սա է աշխարհի համար առաջի խնդիր եղել իր ծնված օրվանից այսօր եւ նաեւ վաղը։ Եթե սրանից 100 տարի առաջ, 50 տարի, անգամ 20 տարի առաջ մարդկությանը պետք է կառավարել, ենթադրենք ժողովրդական ինստիտուտների միջոցով, որտեղ դա էր գործիքակազմը կառավարելու մարդկությանը, այսօր ժամանակակից տեխնոլոգիաները ցույց են տալիս վկան Հայաստանը, որ 6 տարվա ընթացքում հնարավոր է 10,000 տարվա քաղաքակրթական առաքելություն ունեցող ազգին այնպես տրանսֆորմացվում են, որ ինքը անճանաչելի ճանաչի։ Այո, այսինքն այդ տեխնոլոգիան այդքան հնարություն է տալել կառավարել մասաների նույնիսկ 8 միլիարդ մարդկության։ Հետևաբար իրենց այդ քաղաքական ինքնության դարաշրջանի ծնած հանրապետականակարգությունը իրենց ժողովրդավարությամբ, իրենց մարդու իրավունքներով, մարդու ազատությամբ եւ այլ, այնինչը ձեռք է բերված է որպես քաղաքակրթական արժեք, այլևս իրենց պետք չէ։ Եվ իրենք են այսօր մոնտաժում դա։ Եվ մոնտաժում են խամաճիկային դերակատարներ իշխանության դնելով, որպեսզի դու տեսնելով այդպիսի մարդկանց ինքդ հրաժարվես ժողովրդավարությունից։ Ասես չեմ ուզում այդպիսի մարդկանցով, այդպիսի դեմքերով ժողովրդավարություն, որովհետև միակ ճանապարհը, որ երբ որ գալու է տոտալ ստրկության եւ տոտալ իշխանության համաշխարհային կառավարման, դու ինքդ հոժարական ընտրելու ես նրանց, որովհետև հրաժարվելու համար սրանցից պետք է ընտրես այդ տոտալ իշխանություն համաշխարհային կառավարման։ Այսինքն քաղաքական կուսակցություններ, քաղաքական գաղափարախոսություններ, քաղաքական կուրսեր, դրանք 19-րդ դարի, 20-րդ դարի մտածողություն են եւ խոսելա ոչ են եւ խոսելա բառապաշար են, որ այլևս ակտուալ չի լինելու 21-րդ դարում, առավել եւս 3-րդ հազարամյակի ընթացքում։ Դրա համար ենք ասում, այդ հին գնացքով զորափ այդ անդունդը չես անցնի, մեզ աերոդինամիկայի օրենքներով թռչող ինքնաթիռներ են պետք եւ դրանք իրարից արմատապես տարբերում են։ Այն ինչ մենք առաջարկում ենք որպես քաղաքական եթե գնացքի ենք նմանացում վթարիա ենթարկվել։ Այո, վթարիա ենթարկվում եւ կապ չունի դու այդ գնացքի որ վագոնում ես, ղեկին ես, ռեստորան վագոնում, այո, ուտում խմում ես, թե ամենահետնամասում ես, դա տիտանիկ է, որը կործանվելու է։ Այնտեղ չկա աերոդինամիկայի օրենքներ, որ դու կարողանաս թռչել։ Մեզ պետք է նոր աերոդինամիկայի օրենքներով ստեղծված նոր այսպես տապան, ասենք ասենք, որը մեզ կարող է հնարավորություն տալ դուրս գալու այս ամբողջ փոթորկից։ Պարոն Մակարնակ, ես հասկանում եմ դուք ինչ եք ասում, բայց ախր այն ինչ որ դուք ասում եք, դա մեծամասնության խոսք չի։ Ես ավելին ասեմ, դա շատ փոքրամասնության խոսք է։ Այո, առողջ խոսք է։ Ես հիշեցի այդ հայտի ստեղծագործությունը Ապուշը։ Որտեղ փաստորեն ինչ էր ստացվել, հասարակությունն այնքան փչացած էր, հասարակությունն այնքան դեգրադացած էր, որ մարդկային կանոններով ապրող մարդը համարվում էր ապուշ։ Այո։ Հիմա տեսեք։ Հիմա այս տեսանկյունից, այս մեր փչացած հասարակության մեջ, այս արժեքները ունեցող էլիտայի մեջ, քանի այդ ճակերտների մեջ ասած ապուշ է պետք, որ իրավիճակը փոխվի, որտեղ այդ ապուշի իրավիճակը չկարողացավ փոխել։ Նայեք ոնց է։ Մենք շատ դեպքերում, երբ որ մեր քաղաքակրթական կոդը սահմանում ենք, իսկ մեր կարծիքով դա շատ տիպիկ ենք սահմանել 12,000-ամյա եւ ապագայի համար, իսկ մենք ասում ենք, որ հայոց ազգի քաղաքակրթական առաքելությունը կայանում է Աստծուն ընդունելու եւ վկայելու մեջ։ Այսինքն մենք կանչված ենք եւ կոչված ենք Աստծուն ընդունելու եւ վկայելու մեջ։ Հետո այն շարունակում ենք, որ դա էլ ինքնին ենթադրում եւ պարտադրում է ճանաչել Աստծո կամքը եւ այն կայացնել, որն էլ ինքնին ենթադրում է որոնել ամենից առաջ Աստծո արքայությունն ու նրա արդարությունը։ Բայց ինչու սա ասեցի, որտեղ ասում եմ մենք կանչված եւ կոչված ենք ընդունելու եւ վկայելու Աստծուն։ Այստեղ այլևս ձեր ասած էլիտաներ, քաղաքական գործիչներ եւ այլն իրանց մասին չէ խոսքը։ Խոսքը կանչվածների մասին է եւ կոչվածների մասին է, որոնք շատ փոքր այսպես ասած պանսիոնար զանգված են շատ փոքր եւ շատ դեպքերում երբ որ ասում եմ ծեծում են մեզ այս ծեծելու ընթացքը ինչ է բերելու սա նման է մեզ բառն է սերուցք որ ասում են մեզ սերուս ազգի սերուսն է պետք ոչ թե քաղաքական գործիչները քաղաքական այսպես գլուխները որոնք ամեն օր խոսում են այլ մեզ պետք է ազգի սերուսքը իսկ ազգի սերուսքը օտարները գուցե ներում այդ է ասում բառապաշարը ծեծելով են առաջ այո լեզվամտածողությունը չեն հասկանում բայց լեզվամտածողությունն ասում է որ քեզ անընդհատ հարելով ծեծելով պետք է այդ սերուսն առաջանա այդ սերուսքը կարող է ամբողջ մածունի 10%-ը բայց դու այդ կաթի այդ մածունի այդ ոնց որ ասած 10%-ն է որ արժեք ունի սերուցքն է եւ դու այդ վերայից դա ես վերցնում թողելով այն մնացածը հետեւաբար
Էլ չմտածենք, թե այդ կաթը քանի տոկոս է, ինչ է, ոնց է, մեզ պետք է այդ կոչվածներն ու կանչվածները։ Եվ երբ որ ես գալիս եմ հենց ձեր տաղավար եւ խոսում եմ, իմ խնդիրը մեկն է, այդ մագնիսական դաշտով այն նմանը նմանին կգտանե տարբերակով մենք մեկս մյուսին գտնելու խնդիրն ունենք։ Երբ որ մենք կարողանանք գտնենք եւ հասկանանք, որ իրոք այս փակողուց դուրս գալը միայն քաղաքակրթական առաքելության խորքային գիտակցումն է եւ ուխտն է Աստծո հետ, սա փոխելու է ամեն ինչ։ Ինչու է փոխելու, որովհետեւ նույն քաղաքական ինքնության դարաշրջանը երբ եկավ սրանից մի 2-300 տարի առաջ, ինքը մերժեց իր անցյալի, այսպես ասած ինքնության դարաշրջանը, որը մենք ասում ենք կրոնական հավատամքային դարաշրջանն է։ Կրոնական հավատամքային դարաշրջանում մարդկային հարաբերությունները, հասարակական, պետական եւ այլն կարգավորում էին կրոնական բարոյական դոգմաների շրջանակում։ Քաղաքական ինքնության դարաշրջանը մերժելով Աստծուն եւ աստվածային օրենքները, աստվածային հարաբերությունները եւ ներկայությունը եւ այլն, ինքը բերեց քաղաքական իրավական այսպես դաշտ, որը դարձավ մեր հարաբերությունների կարգավորման նորմը։ Այսինքն ինքը բերեց նոր խաղի կանոններ, նոր ձևաչափ։ Իսկ մենք հիմա ասում ենք, եկել է նոր ժամանակաշրջան, հոգևոր, այսպես ասած, քաղաքակրթական, արժեքային եւ արդարակարգային ամենակարևորը, որտեղ ձևավորվել են նոր մարդկային հասարակական հարաբերություններ, նոր պետական եւ միջպետական եւ միջազգային նոր հարաբերություններ։ Եվ հիմա այս նոր եկող աշխարհը իր կանոններով պարտադրելու է այդ արժեքները կրող մարդկանց յուրայինների, այսպես ասած, համախմբություն, կոնսոլիդացիա, որպեսզի կարողանանք դա կյանքի կոչենք եւ ռեալիզացնենք։ Եթե անգամ հաղում տամ ձեր անցած հաղորդման դուք անընդհատ ասում եք ով էր այդ մատրիցայի նեոն, եթե ժամանակա ուղղակի այսպես միանգամից ասեմ, Նեք, խոսում ենք հոգևոր գաղափարի մասին։ Հոգևոր գաղափարը սոցիալ հասարակական կյանք ներմուծելու համար մենք գտնում ենք, որ պետք է անհրաժեշտ է մի քանի նախապայմաններ։ Նախ առաջին, հոգևոր գաղափարի առկայություն։ Հիմա պատկերացրեք, ես չեմ խոսում այս թեմայից եւ մեր շրջանակի մարդիկ չեն խոսում քաղաքակրթական առաքելությունից եւ այդ առաքելության ինքի վրա պետության եւ ազգի էվոլյուցիայից, ուրեմն չկա հոգևոր գաղափար, ինքը չկա։ Բայց մենք սկսել ենք դա էփել, մենք սկսել ենք դա նախագծել, նշանակում է արդեն հոգևոր գաղափարը սկսում է կոնտուրներ ստանալ, միս ու արյուն ստանալ։ Հիմա սրան համար արդեն հաջորդ աշխարհը կա արդյոք այս հոգևոր գաղափարի կրողները եւ այդ կրողների ու հոգևոր գաղափարի միջև նույնականացում։ Դուք եք չէ՞ անցած անգամ հաղորդման ժամանակ հարց եք տալի, այսինչ այնինչը մարդու կոնկրետ օրինակով բերելով, թե այսինչ մարդ հա, Միրանի բանան օրինակ, որքան Միրանի բանանը չէ, բանանի Միրան, նույնական նման գաղափար եթե աս, այստեղ շատ կարևոր, այդ մարդիկ նույնական են, թե նույնական չեն, իրեն այս գաղափարի եւ դրա կրողների մեջ նույնականացում կա թե չէ։ Հաջորդ աստիճանը, լավ, ենթադրենք սա էլ կա, այս մարդիկ այնիշ պիտի ստանան այս հոգևոր գաղափարից որպես պրոդուկտ, նույնական այդ պրոդուկտը եւ իրենց եւ գաղափարի հանդեպ։ Տեսեք, ասում ենք, չէ, տաճարն է, տաճար ենք ուզում կառուցենք։ Այդ տաճարի պատուհանները կանաչ գույն են, կապույտ գույն են, գմբեթը, չգիտեմ, մսկիթատիպ է, մեր վեղարաձև է, թե ինչ, այսինքն այստեղ էլ է խնդիր, նույնական է արդյունքը, թե նույնական չէ արդյունքը, դա շատ կարեւոր, որովհետեւ ամեն մեկը նայեք կոմունիզմ էին կառուցում, Լենինն իր ձևով, Տրոցկին իր ձևով, Ստալինն իր ձևով, այսինքն զինակից ընկերներ, նույն փիլիսոփայության մեջ, նույն հոգևոր գաղափարի մեջ, եթե այդպես ասենք, բայց լրիվ տարբեր արդյունքներ։ Եվ տարբեր ոճելա, մեկը տերոր էր անում, մեկը էս էր անում եւ այլ։ Եվ վերջապես ամենակարևորը կա հոգևոր գաղափարի եւ հասարակության որոշակի շերտի մեջ որոշակի սիմպաթիայի աստիճան։ Եթե սա էլ չկա, հա, որոշ այդ զանգվածը չկա, որ ոնց որ նույն 1917 թվական հեղափոխական զանգվածը չհասկանալով անգամ մի տար կարդացած չլез ոչ Մարքսի կապիտալիզմ, ոչ Լենինի հատորներից, բայց ինքը հելեր դուրս էր եկել հեղափոխության գաղափար իրեն տալ է։ Հիմա նույնն էլ այստեղ դու ունես որոշակի զանգված, ով համակրում է, որովհետև եթե դու գալիս ես օրինակ մենք ասում ենք արդար պետություն, չէ՞, ուզում ենք այս արդար պետությունը զանգվածն ասում է հա ուզում եմ արդար պետություն, մեկ էլ դու գալիս ես բերում ես այդ արդար պետության կանոնները, որի մեջ ինքը պիտի ազնիվ ապրի, արդար ապրես, չէ, ես դա չի ուզում, ուզում եմ դու ընդհանրապես դու Նիկոլին հաներ կամ Սերժին հաներ կամ մյուսին հաներ եւ այդքանով էր իմ արդարությունը, ավել արդարություն ինձանից մի պահանջի, որտեղ ուզում եմ այլևս անարդար ապրեմ։ Ասում եմ, այսինքն այդ նույնականացման խնդիրները կա։ Հիմա երբ որ դուք ասում եք սա երբ կարա կյանքի կոչվի կամ ով կարա կյանքի կոչվի, դեռ այս process իր խմորման խնդիրն է։ Դրա համար մենք ամեն օր, գրեթե ամեն շաբաթ փորձում ենք խոսել սրա մասին, որ նախ այդ սերուցքը հավաքվի, որ այդ սերուցքը դառնա այս հոգևոր գաղափարի եւ երկնողը եւ կրողը, որից հետո նոր կարող ենք մենք խոսել դրա արդյունքի ինչպիսին լինելու մասին եւ դրա արդյունքում էլ հասարակական այն շերտը հավաքելու, որ քեզ որպես մեծ պլատֆորմ առաջ կտանի իրականացնելու այս հոգևոր գաղափարները որպես սոցիալ հասարակական կյանքի ներմուծում։ Շատ լավ։
Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես եմ պարոն շնորհակալ։ Մակարյան, ես համաձայն եմ ձեզ հետ, որ եթե կա առաքելություն ի վերուս տրված, այդ առաքելությունը կատարվելու է, իսկ եթե չի կատարվում, ուրեմն դա առաքելություն չէր։ Ուրեմն կարող է պատահել, որ մենք ձախողել ենք եւ դա մնացել է Այո։ հաջորդ սերունդի ուսերին։ Ամեն դեպքում կկատարվի, եթե առաքելություն է։ Աստծո առաջնորդությամբ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, զրուցում էի Էդգար Մակարյանից, տեսություն կհանդիպենք։